Ես չեմ զարմանում, որ հենց դու ես ինձ համար դուռ բացում։ Բեր ենթադրություններ մի արա, լավ արդ։ Լավ։ Իսկ Արամը տանն է։ Չնայած եթե դու ստեղ ես, ուրեմն տանն է։ Արամը քնած է։ Հա, քնած է։ Լավ, պարզ է։ Իսկ ինչն է պարզ։ Արի ենթադրություններ չանեմ։ Արփի, սպասի։ Բզի ինչ ես ուզում։ Ինչ ես անում։ Արփի, դու ինչ ես անում։ Ինչ եմ անում։ Աննա ինձ ինչ պետք էր, ես արդեն տեսա։ Ինչ տեսար։ Ես ոնց հասկանում եմ, դու դեռ ոչ մի բան չգիտես։ Հետ ինչ պիտի իմանայի։ Որ Արամը քնած է, դու էլ կողքին նստած ես։ Հա։ Օգնում ես, իրան մխիթարում ես, ինչ ես անում։ Արփի, ես Արամի կողքին եմ, որովհետև հիմա իր մոտ ուրիշ ոչ ոք չկա։ Դու պետք է իր կողքին լինեիր, ինքը քո օգնության կարիք ունի հիմա։ Հա, օգնություն։ Դե հա, Արամը հենց օգնության կարիք է ունենում, դու միանգամից իր կողքին ես չէ հայտնվում։ Դա արդեն սովորական բան է, դրա միջով արդեն անցել ենք։ Արփի, Արամը շատ լուրջ հիվանդ է։ Արամը արյան քաղցկեղ ունի։ Չես խոսում։ Ես քեզ չեմ հասկանում, գիտես ինչ ես խոսում ու եթե նույնիսկ դու ինձ չես ստում, ինչի ես պիտի հիմա ու սենց իմանամ այդ ամեն ինչի մասին։ Մամայիդ հարցրու։ Ինքը ամեն ինչ գիտի։ Մաման ինչ կապ ունի։ Արամն ու մամատ հանդիպել են։ Երբ։ Գերեզմաններում, երբ մամատ եկել էր Երևան։ Արամը գնացել էր գերեզման հերթական անգամ քեզ տեսնելու, այն հույսով, որ քեզ կտեսնի։ Ու այնտեղ մամայիդ է հանդիպել։ Հետո Արամն ու մամատ վիճել են։ Որից հետո Արամի ինքնազգացողությունը վատացել է։ Մամատ անցնողներից մեկին խնդրել է, որ Արամին տիրություն անեն, օգնեն, ու ինքը գնացել է։ Ճիշտ է, դրանից հետո մամատ զանգեց ինձ հարցրեց ոնց է Արամը, ես ամեն ինչ պատմեցի մամայիդ։ Ասեցի անալիզների պատասխանը, դիագնոզը, ու խնդրեցի, որ քեզ ամեն ինչ փոխանցի։ Բայց ոնց տեսնում եմ, ինքը քեզ ոչ մի բան չի փոխանցել։ Ես չէի կարող քո հետ կապնվել, որովհետև ոչ մի կոնտակտ չունեի։ Ես պիտի Արամին տեսնեմ։ Ներս արի։ Առնու Ալյոնի այդ կապված խնդիր կա։ Ինչ խնդիր։ Ինչ ա եղել երեխուս։ Ոչ մի բան Առնու։ Ուղղակի այսօր նորից երեխուն փող ուղարկեցի։ Հետո զանգեցի, որ տեսնեմ այդ խնամակալը ստացել է թե չէ։ Ասեց, որ իրան լավ չի զգում ու հնարավոր է որոշ ժամանակով երեխուն հետ ուղարկի։ Բա ինչի՞ չի ասել դրա մասին։ Մենք ունենք դրա համարը։ Հակա հեռախոսիդ մեջ։ Ես ասացի, որ կզանգես կպայմանավորվես ոնց պետք է։ Ես երեք չառաջորդ եմ խոսացել երեխուս հետ, ինքն ինձ ոչինչ չասեց։ Առնու հնարավոր է երեխան էլ տեղյակ չի դրա մասին։ Շատ ավելի լավ։ Թող երեխես գա մոտս։ Ես Ալյոնային շատ եմ կարոտելու, չեմ էլ ուզում դրանց մոտ մի վայրկյան ավել թողեմ։ Եթե հնարավորություն կա, ուրեմն պիտի բերենք։ Ես ես մենակ թողնեմ։ Պետք չի։
Հաստատությունը շատ ուժեղ է, շատ է թուլանում։ Մեր ձայներից հաստատը չի արթնանա նորա քնել։ Պետք էլ չի որ արթնանա։ Թող հանգիստ քնի, հետո կխոսեմ հետ։ Արի։ Արի դուրս գա։ Չկան ժամանակա գիտեք։ Մամա այդ Երևան գալու օրը, երբ իրան տարան հիվանդանոց, ես այդ առավոտյան արդեն գիտեի անալիզների պատասխանը։ Կա չեմ հավատում։ Մենք բոլորս ենք շոկի մեջ։ Ու ամենավատն է նա, որ շատ արագ է զարգանում, շատ պրոգրեսիվ ու վատ տեսակ է։ Լեզուս էլ չի պատտվում խոսեմ այդ մասին։ Դա բայց պիտի չէ ինչ-որ բուժում լինի։ Չի կարա ես ամեն ինչ ուղղակի սենց մնա։ Դե նենց չի, որ բժիշկները հույս չեն տալիս։ Ուղղակի սպասում են, որ հիվանդությունը մի քիչ կարողանան ճնշել, որպեսզի կարողանան վիրահատություն անել, բայց մինչև այդ դոնորա պետք է գտնել։ Մի խոսքով ամեն ինչ շատ բարդ է ու ժամանակահարկավոր։ Չեմ հավատում, որ ես աբսուրդը մեր հետ է կատարվում։ Ես այդքան երկար ժամանակ չեմ բացակայել, որ ամեն ինչ սենց փոխվի։ Այդ բացակայությունը Արամի համար հավերժություն էր։ Արփի, դու ինքդ ես հասկանում, որ հիմա Արամը շատ ծանր վիճակում է։ Իրան հենարանա պետք։ Շատ զգայուն է դարձել։ Ու երկար ճանապարհ է պետք անցնել։ Ճիշտ Արամը թաքցնում է, ոչ մի բան չի ասում, բայց ես դա զգում եմ։ Արամին դու ես պետք, ու երեխեն։ Здравствуйте. Это Арно, папа Алены. Что-то случилось с моей девочкой? Здравствуйте, Арно. Дело в том, что я получила выгодное предложение за рубежом и на днях уезжаю. Желательно, чтобы Алена вернулась к вам. Нет проблем. Можете ближайшим рейсом девочку отправить ко мне. Хорошо. Как только я уложу все формальности, я позвоню вам. Спасибо. Я буду ждать вашего звонка. Չգիտեինք, որ գալու ես։ Ես պատկերացում չունեի այստեղ ինչա կատարվում։ Միակ բանը, որ ես ուզում եի, ես ամեն ինչից հեռու լինելն էր։ Արամի ահավոր վիճակը հետո ձեզ փնտրել է, հիմա էլ էս հիվանդությունը։ Չգիտեմ, Արփի ամեն ինչ խառնվել է իրար։ Արմու, ես իրոք ոչ մի բանից տեղյակ չէի։ Չգիտեի ինչա կատարվում։ Հավատա, եթե ես իմանայի, ես միանգամից հետ կգայի։ Հասկանում եմ, Արփի։ Դու ձեր հարաբերությունների հաշվով երևի թե իրավունք ունեիր նման կերպ վարվելու։ Դու ուզեցիր անհետանալ ու անհետացար։ Բայց Մարկը նաև Արամի տղան է, Արփի, եւ դու իրավունք չունեիր հեռու տանել իրեն։ Հա, երևի ճիշտ ես։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Բայց
Ես առաջին հերթին երեխու մասին մտածելով եմ գնացել։ Ոչ միայն ես էի վտանգի մեջ, նաև երեխեն։ Ամեն օր խելագարի պես ձեզ էր փնտրում։ Հետո կտրուկ սկսես վիճակը վատանալ։ Արփի, ես չեմ կարողանում նայեմ աղբորս։ Ամեն ինչ դեպի վատն է գնում։ Աննան ասեց այդ տեղերից է, հա, տենց երկար քնում։ Ես այդ տեղերին չեմ էլ հավատում։ Մեր հույսը հիմա մենակ Աստվածը։ Արմո, ես արդեն ստեղ եմ ու Արամի մասին հոգ կտանեմ։ Կտեսնես ամեն ինչ դեպի լավը կգնա։ Կտեսնես։ Լավ, Արմո, ես արդեն գնամ։ Չես սպասում արթնանա։ Չէ։ Չէ, թող հանգիստ քնի։ Բացի այդ, ես տանը ճշտելու բան ունեմ։ Համ էլ չեմ ուզում անհանգստացնեմ համ ձեզ, համ էլ Արամին։ Միևնույն է, մենք դեռ կհանդիպենք։ Լավ, բայց կգաս չէ վաղը։ Հա, իհարկե կգամ։ Լավ, Արմո, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Լավ, հասկացա։ Լավ, ուրեմն վաղը կհանդիպենք։ Լավ։ Արդ ինչ-որ բան հաջողվեց ճշտել։ Հա, այդ աղջիկը իրոք մահացել է 2 տարի առաջ, բայց փաստերի բացակայության պատճառով գործը փակել են։ Բայց գիտես, այդ գործի մեջ մի շատ տարօրինակ փաստ կա։ Ինչ փաստ։ Այդ աղջիկը դիակ է։ Ինչև հիմա չեն գտել։ Այսինքն, Արդ դու ինձ լավ գիտես, որ եթե դիակ չկա, նշանակում է սպանված չի համարվում, բայց այս նկարները։ Հենց այդ էլ է։ Դիակ չկա կամ միայն դիակի նկարները։ Այս նկարները ինչ-որ մեկի ձեռքով տարածվել են, հասել են քեզ ոստիկանություն։ Ինչ խառը պատմություն է։ Հույս ունեմ վաղ առավոտյան ավելի կոնկրետ ինֆորմացիա ստանամ։ Դե գործը ես պիտի նայեմ, որ հասկանամ։ Կմտնեմ առավոտյան, կվերցնեմ կգամ քո մոտ։ Լավ, այս աղջիկը հարազատ, ծանոթ, չգիտեմ, ինչ-որ մտերիմ բարեկամ չունի, ումից կարելի է ինֆորմացիա ճշտել։ Այդ բարեկամների պահը դեռ ճշտում են, վաղ ինձ ավելի ստույգ կասեն, բայց ասացին, որ ինչ-որ ընկերուհի ա ունեցել, որը հետաքրքրվել է այս գործով, բայց այդ աղջիկն էլ ա անհետացել։ Բայց գործում դեռ կա այդ աղջիկա կոնտակտները։ Իսկ այդ կոնտակտները համընկնում են իմ ունեցած կոնտակտների հետ։ Հա, ոնց որ համընկնում են, ոնց որ ինքն է։ Դե հեռախոսով շատ բան չկարողացավ ասել։ Վաղը կհանդիպեմ, ավելի մանրամասն ինֆորմացիա կիմանամ։ Մերսի Արդ։ Դու միշտ իմ կողքին ես, մերսի։ Ես վախենում եմ քո համար, Սարա։ Մի վախեցի։ Ես լավ գիտեմ իմ սահմանները, ես գիտեմ ինձ ով է թշնամի, ով է բարեկամ։ Կարևորը դու ինձ հետ ես։ Արփի ուր էիր։ Էլի զանգերից չէիր պատասխանում։ Ինչ է եղել։ Արամի մոտ էի։ Երևի դու չէիր սպասում, որ ես ամեն ինչ կիմանամ, հա։ Ճիշտ է, ես Արամի հետ անձամբ չեմ շփվել, որովհետև ինքը քնած էր, դե երևի գիտես, դեղերից հետո ինքը իրեն վատ ազգում, շուտ է քնում։ Բայց ամենայն դեպս արդեն ամեն ինչ գիտեմ։ Արփի։ Մամ, ես ուզում եմ ամեն ինչ իմանամ։ Ճիշտ է, ինձ Աննան արդեն ամեն ինչ պատմել է, բայց ես ուզում եմ, որ դու ինձ ասես։ Ուզում եմ այդ ամեն ինչը քեզնից լսեմ։ Ինչ ես ուզում, որ հիմա ասեմ։ Ամեն ինչ։ Ամեն ինչ, մամա, ուզում եմ ամեն ինչ պատմես։ Դու գիտեիր, չէ՞։
գիտեիր, որ Արամը լուրջ հիվանդ է ու լռում էիր։ Արփի։ Ես ուղղակի չէի ուզում, որ դու իմանաս ու ամեն ինչ խառնվի նորից։ Իսկ իմ կարծիքը հաշվի առել ես։ Թե ինչպես միշտ ես այստեղ ոչ ոք եմ, իմ կարծիքը ընդհանրապես հաշվի չի առնվում, ինչ։ Ինչի՞ չես ասել։ Պատկերացրու հաշվի առել եմ Արփի ու հարցրել եմ քեզ։ Մամա, ես ինչ որ չեմ հիշում, որ դու ինձ տենց բան հարցրած լինես։ Դե ուրեմն հիշիր։ Ես քեզ հարցրել եմ, եթե Արամը շատ վատ վիճակում լինի, դու նորից կուզես իր հետ շփվել, թե չի, դու ասել ես չէ։ Այսինքն դու այդ հարցիդ հիման վրա որոշել ես, որ ավելի լավ է ես ոչ մի բան չիմանամ։ Բա ինչ անեի Արփի, ես քո համար եմ արել։ Հա դե ճիշտ է, դու միշտ ինձ համար ես, չէ՞ ամեն ինչ անում։ Այն ժամանակ էլ Առնոյի հետ ամուսնացա, որովհետև ինձ համար ավելի լավ կլիներ։ Դու չէիր տենց մտածում։ Հա, ես այդպես էի մտածում։ Հիմա պետք չի անցյալը հիշել նորից։ Գիտես, դու ես ստիպում։ Արփի, Ոչ մի բան մի ասա, հա։ Դու ուղղակի նույնն ես։ Չես փոխվում ընդհանրապես։ Ուղղակի նույնն ես ու վերջ։ դու երևի մոռանում ես, որ երեխուդ պաշտպանելու համար հորից զրկում էիր։ Ես էլ նույնն եմ արել քեզ համար։ Հեշտ է ուրիշին մեղադրել։ Հա։ Ուղղակի երևի պետք էր ինձ հարցնել։ Ավելի երկար եմ քնել։ Չէի մտածում, որ մինչև լույս կքնեմ։ Ոնց ես հիմա։ Նորմալ։ Սուրճ դնեմ։ Չէ, անջան չեմ ուզում։ Անանուրա։ Երեք գնաց Արամ։ Բայց այսօր առավոտյան զանգեց հարցրեց քեզնից։ Ոնց գնաց։ Ինչ է գնացել, եթե պետքա ստեղ մնար։ Ասեց, որ ինքը էլ քեզ պետք չի։ Հիմա կա այն մարդը, ով կողքիդ կլինի։ Չեմ հասկանում, ինչ եք խոսում։ Իսկ դու փորձի գուշակել։ Արմո կլինի մի անգամից ասեք ինչ է կատարվում։ Հարփին էր ստեղ եկել Արամ։ Արփին ստեղ։ Հա, Ինչի ինձ չեք արթնացրել։ Մարկն էլ էր հետը։ Չէ Արամ, բայց ասեց, որ Մարկը լավ է ու հիմա քաղաքում է։ Արամ Արփին չուզեց, որ արթնացնենք, ասեց այսօր էլի կգա։ Արմո, այսինքն Արփին չթողեց։ Եթե չթողեց, չպետք է արթնացնեիր։ Արամ հանգստացի։ Արփին արդեն ամեն ինչի մասին գիտի ու այսօր էլի կգա։ Ես գնում եմ Արփիի մոտ։ Ուր ես գնում Արամ, սպասի, լույսը նոր է բացվել։ Արամ ուր ես գնում, բա որ ճանապարհին վատանաս ինչ ես անելու։ Չէ, ստեղան չի փոխվում։ Արփի։ Մամատ ասեց, որ Արամի հետ կապված իմացել ես։ Էլա ճիշտ ասա։ Դու էլ գիտեիր ու ոչ մի բան ինձ չես ասել։ Արփի, իրոք ես ոչ մի բան չեմ իմացել։ Մամատ ինձ ոչ մի բան չի ասել։ Հաստատ։ Հաստատ։ Իսկ եթե իրոք իմացած լինեի, այդ դեպքում չգիտեի քեզ կասեի, թե չէի ասի։ Բայց ամեն դեպքում ես չեմ իմացել։ Նույնիսկ եթե իմանայիր, մաման կստիպեր քեզ լռել։ Արփի, լավ, դու են ասա, Արամը հիմա ոնց է։ Ինչ էր ասում Աննեն։ Մամատ մոտավոր պատմեց, բայց չիմացա ինչ եք խոսել։
Չգիտեմ։ Արամը քնած էր, ես իր հետ չեմ խոսել։ Բայց Աննան ասաց, որ ամեն ինչ շատ վատ է։ Դու վերջին օրերին շատ էիր Արամի մասին խոսում։ Ու բացի հետ էլ երազդ։ Հա։ Հալել։ Բայց ամենավատը նա, որ ինքսին վրա եմ շատ զայրացած։ Արփ ինչ ես խոսում։ Դու ոչ մի մեղք չունես։ Ոնց չունեմ։ Արամը այստեղ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, իսկ ես իր կողքին չեմ եղել։ Ճիշտ կլինի, որ ես գնամ ու իր կողքին լինեմ։ Չնայած ես հիմա ավելի շատ իր կարիքը ունեմ, քան ինքը իմ։ Կարելի է։ Իհարկե։ Էս ինչ է։ Արդ հավատս չի գալիս։ Այսքան շուտ կարողացել ես ամբողջ ինֆորմացիան հավաքես։ Այս բոլորը փաստեր են կապված այդ աղջկա սպանության հետ։ Պարզվեց, որ այդ աղջկան իրոք սպանել են։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան, բայց քանի որ դատաբժշկական փորձաքննություն չի արվել, այսինքն պրոֆեսիոնալներ չեն զննել մարմինը, սպանության պաշտոնական արձանագրություն չի եղել, այսինքն այդ բոլոր ենթադրություններ են հիմնված այդ մի քանի սիրողական ֆոտոների վրա։ Հա, բայց ով արել այդ ֆոտոները։ Չգիտեմ, երևի մարդ, ով ուզել է հետո վնասի մարդասպանին, ենթադրում եմ։ Իսկ Արնոյի հետ կապված կա վկայություն կամ որևիցե ապացույց, չգիտեմ, որևիցե հետք կապված Արնոյի հետ։ Սար չես հավատա, բայց կա։ Իրոք։ Այդ նույն աղջկա ընկերուհին իր նախնական ցուցմունքում ասել է, որ այդ սպանված աղջիկը սիրային կապ է ունեցել Ավագյան Արնոյի հետ, բայց մյուս օրը եկել է ու փոխել է իր ցուցմունքը, այսինքն զրպարտել է։ Բայց ինչ հիմք է ունեցել ցուցմունքը փոխելու։ Ասել է, որ ինչ-որ փողային հարցեր է ունեցել Արնոյի հետ, ուզել է իրան վնասի, հետո մյուս օրը զղջացել է ու եկել է փոխել է իր ցուցմունքը։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Այ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը։ Անարամը դեռ չի արթնացել։ Արամն եկավ ձեր տուն, չեք հանդիպել։ Չէ։ Պետքա որ արդեն հասած լինել։ Բա ինչով է գնացել։ Դե տաքսիով գնացած կլինի։ Մենք ասեցինք դուրս չգա, բայց հենց իմացավ դու եկել ես, միանգամից դուրս եկավ։ Լավ, ուրեմն գնամ, կարող է ճանապարհին տեսնեմ։ Սպասի զանգենք, տեսնենք որտեղ է։ Հեռախոսը տանն է թողել։ Լավ, ուրեմն ես գնամ։ Լավ։ Բարև։ Չասես, որ չէիր սպասում, կամ որ Արփին չի ուզում իմ մասին լսի, որովհետև Արփին մեր տուն է եկել երեկ։ Ես գիտեմ։ Հիմա էլ Արփին ձեր տուն գնացել։ Երբ։ Քիչ առաջ դուրս եկավ։ Լավ։ Ինձ մի բան ասա, Անիտա։ Դու ես համոզել Արփին, որ վերադառնա քաղաք։ Չէ, դա իր որոշումն է եղել։ Իսկ այդ ոնց դատվեց, որ տենց որոշեց։ Այսինքն ուզում հասկանամ մինչև մեր տուն գալը չգիտեր, որ ես հիվանդ եմ։ Չէ, չի իմացել, որ եկել է Աննան ա իրան ասել։ Արամ, ես
Արփից թաքցրել էի, որ դու հիվանդ ես։ Ինքը չգիտեր, ես չեմ ասել իրեն, ես քեզ ճիշտը չեմ ասել։ Գիտեմ։ Ես տենց էլ մտածում էի, որովհետև անցած անգամ ես չհավատացի ձեր ասածին։ Բայց հիմա ստացվում է, որ նա էլ է, որ եկել է։ Չգիտեմ, ինքը ուղղակի հանկարծակի որոշեց, որ վերադառնանք Երևան ու առանց իմանալու, չգիտեմ ներելա թե չէ։ Հետո որ եկանք, տնից դուրս եկավ ու չասեց ծուրա գնում, հետո վերադարձավ ու սկսեց ամեն ինչում ինձ մեղադրել։ Այդ ամեն ինչը ինձ հիմա շատ քիչ է հետաքրքրում։ Իմ համար կարևորն է, որ Արփին կողքիս է։ Իսկ Մարկը որտեղ է։ Քնած ասենյակում։ Շատ եմ կարոտել։ Ուզում եմ տեսնեմ։ Չեմ արթնացնի։ Արի գնանք։ Ասարտում։ Մեր քաղմասի մարդն էր զանգել Արնոն։ Հետո ինչ։ Դատախազությունից մեկ այդ աղջկա գործնա փորփրել։ Եկել արխիվը ուզել նայել։ Անգամ կրկնօրինակն հետո վերցրել։ Ո՞վ է եղել այդ մարդը։ Ասում են Ջարել դատախազը։ Իրանց բնակավարում շատ հարգված։ Լավ, իմացի կոնկրետով ու ինչի համար է սկսվել այդ գործը։ Լավ Արնո։ Սա էլ զուտ տապանության համար։ Հա Սոնա։ Սարա, հիմա երբ որ քո սեփական հետաքննությունն ես սկսում, հավատում ես, չէ՞ ինձ։ Հա, հավատում եմ։ Ավելին ասեմ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ գնամ այդ հետքերով։ Ես գտնելու եմ այդ վկային։ Իզուր մի գնա, Սարա։ Միևնույնն է, ոչ մեկին չես գտնելու։ Ինչի՞։ Բայց այստեղ կոնտակտներ կան, ես հաստատ կգտնեմ, ինչի՞ ես տենց ասում։ Հին տվյալները ու շատ բան է փոխվել։ Չհասկացա։ Սարա այդ աղջիկը մեռած է։ Անհնար է, դու որտեղից գիտես։ Որ հետաքրքրվես դու էլ կիմանաս։ Այդ աղջիկը իր անկերուհու մահից մի ամիս հետո մահացել է։ Գիտես որտեղ։ Արնոյի տանը։ Չէ Սոնա, դու արդեն հեքիաթներ ես պատմում, ես չեմ հավատում։ Հավատա հեքիաթ չկա ու ամեն ինչ իրական է։ Արփի եղբայրն է սպանել։ Ու գործը փակվել է, որովհետև դիտարկվել է որպես ինքնապաշտպանություն։ Այդ աղջիկը հարձակվել է Արփիի վրա ու եղբայրն էլ պաշտպանել է։ Բռնվել է իրան ու այդպես մահացել է։ Ու դրանից հետո գործը փակվել է։ Ասեմ իմանաս, որ ոչ մեկ քեզ չի պատմի այդ աղջիկա ու Արնոյի կապի մասին։ Սոնա մի րոպե սպասի։ Հա Արտասա։ Զար, գիտես ինչ հետաքրքիր բան եմ գտել մեր վկայի հետ կապված։ Չասես, որ մահացել է։ Ինչ իմացար։ Իմացա, կարևոր չի։ Գիտես որտեղ ու ինչ պայմաններում։ Խնդրում եմ Արդ,
Չեմ ուզում էլ ոչինչ լսեմ, էլ պետք չի շարունակել։ Արփին չասեց, թե ուրա գնում։ Չէ, չասեց։ Ինչի ես զանգել։ Ես ներքևում եմ, ինչի։ Որտեղից ես իմացել, որ եկել եմ։ Ես ամեն ինչ եմ կարող իմանալ։ Ինչի ես եկել։ Խոսալու բան կա, ինչի։ Լավ, սպասի, ես հիմա քիչն եմ։ Չոր բան ա եղել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ես հիմա կգամ։ Ես մեքենայի դեմը փակեք։ Ուր էիր գնացել։ Արփի ինչի սենց արեցիր։ Ես քեզ չեմ խաբել։ Դու իմ որոշման մասին գիտեիր։ Հա, ճիշտ է։ Մոռացել էի։ Տեղյակ ես սպահել, նոր ես գնացել։ Հիմա դրա ժամանակը չի։ Հիմա է ժամանակը, Արփի։ Դու ուղղակի իրավունք չունեիր սենց վարվելու։ Իրավունք։ Դու դեռ իրավունքից ես խոսում։ Դու գիտես ինչի եմ ես գնացել։ Ինչի։ Որ ինձ պատժես։ Հա, որ հասկանամ սխալս։ Ասել ես ուզածիդ։ Հասկացել եմ։ Դու կյանքն ինձ դաս չեք տվել, որ չհասկանամ։ Հիմա ամենակարևորը քո առողջական վիճակն է, Արամ։ Չէ։ Իմ համար առաջնային ուրիշ բան է։ Իմ ընտանիքն է, որից դու ինձ զրկել ես։ Դու ինձ իմ տղուց ես զրկել։ Ճիշտ ես։ Ես դու գիտես ինչի եմ ես ինձ արել։